Ողջույններս ձեզ, իմ թանկագին ազգագիցներ, կրկին ես եմ ձեզ հետ, Արծրունի Ավետիսյանը, Տեր Գրիգոր Քահանաս։ Այսօր 15 օգոստոսի 2026 թիվ։ Այսօր հռոմեական կաթոլիկ եկեղեցին անխախտ կերպով օգոստոսի 15-ին անխախտ նշում է Սուրբ Աստվածազնի կամ Սուրբ Աստվածամոր տոնը, որպեսզի Աստծո միածին որդի եւ մեր փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսի մոր տոնը փառավորյալ լինի մեր կողմից եւս, եւ որպեսզի նրա բարեխոսություն ու օրհնությունները անպակաս լինեն մեր հայոց ազգի համար, նրա նվիրական զավակների համար, մեր հայրենիքի համար, որպես մի երկրի, որպես մի ազգի, որ առաջին ընդունեց Քրիստոսի հավատքը, որպես մի երկրի, որ այնտեղ արարվեց Սուրբ Դրախտը, մարդ արարածը։ Եվ անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ է, թե ինչու պետք է Հայաստանը չհամարվի ընտրյալ երկիր, այլ Իսրայելը, կամ հայ ժողովուրդը չպետք է լինի ընտրյալ, որը հավատարիմ է մնացել աստվածային սուրբ եւ անարատ հավատքին, քան ասենք ինչ-որ ջհուդներ։ Ինձ համար սա անկեղծ ասած, այնքան էլ իրատեսական չէ։ Սա ես շատ մեծ վերապահումներով եմ մոտենում սրան։ Իհարկե հասկանում եմ 5 տակարան, այնտեղ կան մեծ մարգարեներ, այնտեղ կան Աստծո ընտրյալներ, սկսած Աբրահամից, որը դուրս էր եկել շումերների Ուր քաղաքից, իսկ շումերները դա Շումերիան դա հայկական թագավորություն է եղել, հետևաբար ինքն էլ հայ է։ Նրան հատուկ առաքելությամբ Աստված ուղարկեց դեպի աշխարհ ժողովուրդների մեջ, որպեսզի մոլորյալ մարդկությանը կռապաշտ դարձած մարդկությանը նորից վերադարձնի միաստվածյան գաղափարին, իր ճշմարիտ հավատքի վրա։ Սա է ամբողջը։ Այդ հետո Եգիպտացի ստրուկները խառնվեցին մաքուր հրեաների հետ եւ հենց նրանք են Հիսուսին խաչողները, ոչ թե մաքուր հրեաները։ Հրեաների մեջ երկու կատեգորիա կա, դու պետք է իմանաք սա։ Երբեք չի կարելի նրանց շփոթել։ Հենց այստեղից է գալիս ձեր բոլոր մոլորությունները եւ բոլոր այդ հարցականները, որոնց պատասխանները չգիտեք, ինչու է այսպես։ Հենց դրանից։ Որովհետև հրեան, ում մենք կոչել ենք հրեա, սրանք հայեր են, իսկ այդ իսրայելցի կոչվածները, որ այսօր իրաց իսրայելցի են կոչում, նրանք արդեն խառնվել են եգիպտացիների հետ, եւ սա մի պատմություն է, որ ես խոստացել եմ, որ մի օր մանրամասն կներկայացնեմ, եւ ուրեմն մենք այս մասին դեռ առիթ կունենանք զրուցելու։ Ինչևէ, բոլոր դեպքերում մենք հայերս մնում ենք մեր ճշմարիտ ուղու վրա, բայց այսօր մենք ունենք մի շարք շատ լուրջ խնդիրներ։ Դրա համար իմ խոսքը բոլորին ասելով ես նկատի ունեմ նորմալ մարդկանց, ոչ թե զոմբի անասնատեսագին, կամ այդ այլասերված պոռնկացիներին, բոզացիներին, հեղափոխականներին, ամենևին։ Ուզում եմ մի փոքր նաև առանձին, այսպես ասած, մտերմիկ զրույց ունենալ, խոսք ասել մեր հայ կանանց, մեր հայ կանայք, որոնց այդպես մեր նախնիները մեծարել են, հարգել, լինելով, ուրեմն հայրիշխանական ժողովուրդ, հայրիշխանական պետության զավակներ, այդուհանդերձ դրանով մեկտեղ հայ կինը երբեք
ուրեմն ստորացված եւ ստրկացված չի եղել երբեք։ Այս մասին նույնպես առիթ կլինի բովանդակալից խոսելու համար։ Բայց վերադառնանք մեր ժամանակները, այնինչ ուրեմն մեկ անգամ էլ ասեմ, մենք գնահատականներ ենք տալիս, ինչպիսի գնահատականներ որ տալիս ենք հայ կնոջը, որ ասում են հայ կին 8000 տարվա, 10000 տարվա, այմար 80000 տարվա, ինչի 8 կամ 10000 տարվա, աշխարհի սկզբից մաքրություն ունի, պահպանված է իր անարատության մեջ, ես երբեք բան չունեմ ասելու մեր անցյալին, երբեք, իմ խնդիրը մեր ներկայի հետ է, ես երբեք չեմ ժխտում մեր անցյալը, ես ժխտում եմ ներկան, ես մերժում եմ մեր ներկան, ներկա ասելով նկատի ունեմ այս անկյալ վիճակը, այս բարոյազուրկ վիճակը, այս այլասերված վիճակը, այս ստորացած վիճակը, որ ասենք հայ տղամարդը, այն աստիճան պետք է ընկնի, այն աստիճան պետք է իջնի, որ ինչ-որ մի քուչի շան իշխանության ենթարկվի և նրա ծաղրուծանակը կուլ տա, ամեն օրյա ծաղրուծանակները, որ այդ բոզազինը իհարկե անում է միանգամայն կախամտածված ձևով։ Նա անշուշտ հոգեկան շեղումներ ունի, սիզոֆրենիայով տառապող մեկն է, բայց նա խելագար չի, որ չհասկանա ինչ է անում։ Նա վրեժ է լուծում մեր ազգից, սա հաստատ է։ Որովհետև ժամանակին իրեն ճնշել են, հալածել են, շատ կներեք, նույնիսկ շռել են վրեն։ Այս ամբողջը եղել է։ Եվ ուրիշ ստորացուցիչ բաներ են արել հետը, դրա համար այս պոռնկազինը հանձն է առել հայ ազգից վրեժ լուծելու այս սատանայական առաքելությունը։ Կինը Շեքսպիրը ասում է թուլություն, անունդ կին է։ Նիցշեն այլ կերպ է արտահայտվում։ Ասում է ճշմարտություն, անունդ կին է։ Նա ավելի խորն էր ուսումնասիրել մարդուն և կնոջը իհարկե նաև, որովհետև կանայք են, որ միշտ շատ են սիրում, չէ՞, ճշմարտությունը, որ ամուսինների հետ միշտ վիճում են, միայն ճիշտն ասա, միայն ճիշտը չխաբես։ Այդքան առաքինությունների հետ մեկտեղ նաև բնական է, հիմարություններն էլ կան։ Գիտեք ինչ, տղամարդիկ երբ հաճախ թաքցնում են ճշմարտություն իրենց կանանցից, դա արդարացված է։ Ինչու, որովհետև կան ճշմարտություններ, եթե նրանք խոստովանեն, իրենց տունը կքանդվի։ Այդ տունը, այդ օջախը կլուծարվի։ Երեխաները կմեծանան անհայր, մայրերը մենակ կտառապեն երեխաների ձեռքը, բայց չեն գիտակցում այդ բանը, կպած ուզում են իմանալ ճշմարտությունը, հայր իմանան, բայց բաներ կա, որ չպետք է իմանան, էլի, ճշմարտություններ կան, որոնք տնաքանդ են, ճշմարտություններ կան, որոնք մարդկային կյանքեր են խորտակում, ճշմարտություններ կան, որ շատ ավելի սարսափելի, ուրեմն, ինչ ասեմ, մեղքերի առիթ են դառնում, պատճառ։ Դրա համար, հիմա մի կողմից կասեն, ոնց չհասկացանք, ճշմարտությունը չասվի, այո, որովհետև դա արդար չի լինի։ Կանայք երկրպագում են ճշմարտությունը, բայց ճշմարտությունից բարձր արդարությունն է։ Կարող է լինել ճշմարտություն, բայց լինել անարդար։ Հիմա այդ ամուսինը ոնց գա կնոջը ասի, որ գիտես, երեք գիշեր եւ ես ոչ թե ընկերներիս հետ էի, այլ ասենք ինչ-որ մի քեզ նման մի կնոջ հետ ժամանակ էի անցկացնում։ Ինչ է սա տալու այդ կնոջը, որ ուզում է անպայման իմանալ։ Ես չեմ քաջալերում, որ տղամարդիկ լևի գնան, բայց հայ տղամարդուն դա բնորոշ է։
Նրանք ժամանակ առ ժամանակ պետք է այդ առուն թռնեն, որպեսզի պահպանեն իրենց ընտանիքը, որքան սա հակասական հնչի ծերակաշներին։ Հասկանում եք, որտեղ տղամարդը հոգնում է, տղամարդը ուժեղ սերն է, բայց կինը ավելի դիմացկուն։ Դուք սա պետք է հասկանաք։ Ինչևէ, եթե ճշմարտությունը դուք այդքան սիրում եք, սիրելի հայ կանայք, դուք ինչպես եք ձեզ թույլ տալիս հանդուրժել ձեր ամուսիններին, որոնք այսօր իրենց վախկոտությամբ, մորթապաշտությամբ, ստորությամբ պատճառ հանդիսացան այդ քուչիշյան իշխանության գալու, նրա միջոցով, այդ էլ հələ քիչ էր, մոտ 10,000 մեր զավակների կյանքը խլելու, եւ այսօր էլ մեր հայրենիքն հանել վաճառքի, Արցախը վաճառել, հիմա էլ Հայաստանն է ուզում վաճառել։ Մետր, սանտիմետր առ սանտիմետր մտադրված է վաճառել այդ բոզածինը, այդ բոզը։ Իդեպ նա այդպես էլ ուրեմն ինձ պատասխան չի ուղարկում, ի վերջո գալիս է ինձ հետ Պիրենեան կամ Ալպյան լեռներից մեկում մենամարտելու, թե ոչ։ Թե 1000 ներողություն, հերթական անգամ շռեմ դրա բերնի մեջ։ Ինչքան կարելի է սա։ Հիմա ինձ էլ կանդրադառնամ, ոչինչ, որ ինձ չմեղադրեք։ Ինչու չեք պարտադրում ձեր տղամարդկանց ոտքի կանգնել։ Դուք ճշմարտության սիրահար հայ կանայքդ, բայց ձեր երեխեքին սպանեց, բերեց դրեց ձեր գիրկը, մի մասի դիակներն էլ չկա, և դուք սա կուլ եք տալիս, հանդուրժում եք, բայց ձեր ճշմարտությունը քանի կոպեկ արժի, հայ կին, հայ կանայք, քանի կոպեկ արժի ձեր այդ ճշմարտությունը, ուր է բա ձեր ճշմարտությունը, սա այստեղ վերջանում է արդեն ձեր ճշմարտությունը։ Ինչու նրանց չեք հանում զինված պայքարի։ Հանուն ձեր կյանքի, ձեր արժանապատվության, ձեր պատվի, ձեր ժառանգների ապագայի, մեր հայրենիքի ապագայի։ Ախր այդ պիղծ շունը իր կեղտոտ խոզի տրեխներով, սմբակներով, տրորելով, կոտորելով, պղծելով, ուրեմն շարունակում է իր արշավանքը։ Սրան պետք է կանգնեցնել, թե ոչ։ Եվ հիմա վերադառնամ ինձ։ Ես նորից հայտարարում եմ։ Ես Արծրունի Ավետիսյանս, Տեր Գրիգոր Քահանաս, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրական զավակս։ Ես պատրաստ եմ գլխավորել այդ զինված պայքարը, եթե կցանկանան։ Ես պատրաստ եմ ու պատրաստ եմ ամբողջ պատասխանատվությունը կրել։ Եթե ձեր ամուսինները կմիանան ինձ, իմ կանչին։ Պետք չեն բոլորը, բայց մի ստվար, զանգված անպայման պետք է։ Ինչ կասեք սրան։ Լավ, մինչև վերջ դուք պետք է, մինչև երբ դուք պետք է լռեք։ Որտեղ է այդ վերջը, ձեր համբերության, այդ սահմանագիծը որտեղ է, այդ կարմիր գիծը։ Չկան նման բաներ։ Դուք ինչպես եք հանդուրժում մի հարկի տակ ապրել այդ վախկոտ մորթապաշտ սրիկատ տղամարդկանց հետ։ Դուք վաղուց դրանց պետք է շպրտած դինեիք փողոց։ Այդ բոմժերին, որոնք հանդուրժում են այս ամբողջը։ Շատերը ուզում են արդարանալ այդ տղամարդիկ իբր չակերտավոր, իրականում իսկի կանայք էլ չկան դրանք, կնոջ չափել չկան։ Արիության առումով, խիզախության առումով եմ ասում։ Միշտ սովորեն մեղադրել ուրիշներին, ամբողջ աշխարհը մեղավոր է, մեզանից բացի, ամերիկացիք մեղավոր են, ռուսները մեղավոր են, չինացիք բոլորը մեղավոր են, մենք սա գիտենք, սրանց այս մորթապաշտ սրիկանները, որ ամեն կերպ
Ում ասես պատրաստ են մեղադրել, միայն թե թաքցնեն իրենց ստորությունը, իրենց սրիկա լինելը, իրենց վախկոտ ու ողորմելի լինելը, իրենց մեղքը փաթաթեն ուրիշի վիզը։ Միայն իրենց վախկոտությունը չերևա։ Ուրեմն նախ ասեմ հերթական անգամ, որ երբեք էլ որևէ մեկը մեզ պարտական չէ, ոչ ոք։ Գետինը պետք է մտնեն այդ տղամարդիկ եւ նման բան չպետք է խոսեն։ Որտեղ փալաս է այն տղամարդը, ով մտածում է, որ օտարը պետք է իր կնոջ պատիվը գա պաշտպանի, իր կնոջ կյանքը փրկի, իսկ ավելի կոնկրետ իր կնոջ քամակը փրկի։ Դա փալաս չի ինչ է։ Սրան ուրիշ անուն կա։ Հա? Որ փալասի պես ընկած են այդտեղ, մենակ կարան իրանք խիզախ լինել, ասենք մուսռի համազգեստով, մենթի էլի, ոստիկանի, միլիցու, չեկիստի անվան տակ, ածի աշխատող բան, ինչ-որ 70 տարեկան մարդուն, որ իրանց ոչ էլ իրանց բան է, հակադրում է, ասում է, ձերբակալում եք, խնդրեմ գալիս եմ, չէ, անպայման, ձևական, տեսեք, մենք բան արեցինք, պարկեցինք գետին, ոլորեցինք, այս բոզի վաստակները միայն այս դեպքերում կարող են իրենց տղամարդու նման իբր պահելի անել, իբր, yani տղամարդ են դրանով։ Սրանք, որ իրենց այն հենց համազգեստը վրեկներից հանեն, սրանք գդառնան հետույք մաքրելու թուղթ, ուրիշ ոչ մի բան։ Ոնց կասել ռուսները, մուսոր, это всегда мусор։ Դուք ո՞վ վրա եք ձեր հույսը դրել։ Իսկ եթե կարծում եք, թե զենքով կարող եք դուրս գալ այդ պիղծ ռեժիմի դեմ, ու ինչ որ այդ մուսորները պետք է Նիկլոյին պաշտպանեն, դուք չարաչար սխալված եք։ Մի երկու կրակոց չարցակած արդեն նրանք փախնեն, մկանձակը փողով կառնեն։ Ես ախր գիտեմ, մենք դա արել ենք 90 թվին։ Երբ Երևանի փողոցներում մուսարոկ գոյություն չուներ, որտեղ մենք նրանց պարզապես վտարել էին քաղաքից։ Քացի գիտեք կսատկացնենք, եթե Երևանին ասենք փողոցներում 90 թվի ամռանը։ Ես չգիտեմ դրանք ով են։ Դրանք այնքանով են համարձակ, որքանով որ իրենց դեմ տեսնում են վախեցած մարդկանց։ Եվ մեկ անգամ էլ ասեմ, վախենում են խփողից։ Եթե 3 մետրանոց ջանդակ ունեցող մեկը լինի, ու իմանա, որ իր դիմացի կանգնած այդ մետր ու կեսանոց գաճաճը, դանակը, եթե ոչ դեմից ուժի չի պատի, բայց հետևից հենց թեքվեց քրի սիրտը, նա կյանքում այդ թզուկին չի ասի աշկիտ վերևում կա, որտեղ գիտի, որ խփող է, կուլ չի տա, կուլ տվող չի։ Այսինքն ձեզ ճնշում են միայն դրա համար, որովհետև հաստատ տեսնում են եւ գիտեն, որ դուք կուլ տվող եք։ Ամեն տեսակ անարգանք։ Դուք նման չուշելներին չեք պահում տունը, հայ կանայք։ Լավ, վերջապես դուք սրանց հետ ձեր հարցերը պետք է լուծեք, թե ոչ։ Կամ հանեք պայքարի, կամ շպրտեք ընդհանրապես փողոց այդ բոմժերին։ Պահեք ինչ անեք։ 8000 տարվա գեն ունեցող հայ կինը։ Այսօր փալասի հետ է ապրում, տրապի հետ, ստրուկի հետ։ Նիկլոյի այդ քուչիշան ենթարկված ճորտի հետ, հա? Էսակ 8000 տարվա գենը։ Ճշմարտություն էիք ուզում, դե հիմա կերեք ճշմարտությունը։ Հա, դառներ ճշմարտությունը, դուրները չեկավ, չէ՞։ Ես էլ ձեզ խնայում եմ, մնաց ճշմարտություններ կասեմ, որ ինֆարկտ արկելնեք։ Չի կարել, չէ՞, մինչև երբ։ Իրեն վերադառնալով ռուսներին, մի կարծեք, թե մենք որոշ ինչ-որ աշխատանքներ չենք տարել, հաշվի առնելով, ասենք, այն հանգամանքը, որ այսօր, ասենք, Հայաստանը, ժողովուրդը թույլ են, մի խեղճացած են, են հայվան մասան է մնացել հիմնականում այդ երկրում, են քաջ տղեկից շատերը սպանվեցին, գնացին, հողի տակ պարկած են, մի մասը գաղթեց գնաց, մի մասը ծերացած, այսպես քայքայված վիճակ է, հասկացանք, լավ։
Չնայած ոչ այդքան, բայց լավ, ընդունենք մի կերպ սա, որ այսպես է։ Մենք ցանկացել ենք, այո, որ մեզ օգնեն ինչ-որ հարցերում։ Ինչ հարցերում։ Ես միշտ ասել եմ, որ ես դեմ եմ, որ օտար մեզ փրկի, որովհետև ամեն մի օտար, որ դիգա մեզ փրկի, նա հետո իր գինը պիտի ուզի մեզանից։ Հələ գինը մի կողմ։ Մենք ստորացված մենք պիտի զգանք մեզ նրա առաջ, հասկանում եք։ Մեր լեզուն կարճ կլինի խոսալու համար։ Չեն կարող խոսել հավասարի, փորձես ձայնդ բարձրացնել, Այդ այսպես հակառակ կնայի, ասես մի հատ խետ հայացքով դու քեզ կարասի չհասկացա, այդ մոռացել ես, որ երեկվա ստրուկները ոտերս էր ընկել, աղաչում խնդրում էր, ես եկա քեզ փրկեցի, հիմա հաբրգել ես, ինչ եք պատասխանելու։ Սա էլ պատվի հարց է, էլի։ Այդ ընդդիմությունը, որ այդ կանալ գումարներ ունեն, միլիարդներ, համաձայն է, թեկուզ եւ շան կարգավիճակում, շան, մենակ ասենք Թորուսները կան փրկեն, իրանք հանգարց ռիսկի չդիմեն։ Դուք ես ընդդիմության վրա եք հույս դրել, հա? Անշուշտ նորից եմ ասում, օրինակ իմ շատ մտերիմ ընկերներից մեկը, ինչ շատ մտերիմ, շատ հարազատ մի անձնավորություն, ասենք օրինակ այդ մասին խոսակցություն ունեցել է։ Ինքը մարդը Մոսկվայում է ապրում, եւ բնականաբար այնտեղ խոսակցություն է ունեցել նաեւ ինչ, այսպես ասած, կոմպետենտ անձի հետ, որ, ասենք, դուք ինչպես եք հանդուրժում, էլի, որ այսօր մեր ժողովուրդը մի քիչ օգնության կարիք ունի, շատ էլ որ ընկած է, էլի, ընկածին չեն խփում, ինչ կողքից օգնեք, բարձրացրեք, էլի, մենք այն ժողովուրդը չենք, որ, ասենք, երախտահատույց չլինենք դրա համար, ժամանակին էլ մենք ենք ձեզ օգնել, ասենք, Հիտլերը չէր հասել Հայաստան, ոչ էլ հայրի հետ հարց ուներ, բայց մենք կես միլիոն զոհ ենք տվել ձեր փրկության համար։ Լավությունը փոխադարձ պիտի, չէ՞։ Մենք սա արել ենք առանց ակնկալիքի։ Ամերիկացիք հայրի չափ զոհ չեն տվել, բայց դարձան համաշխարհային գերտերություն։ Առաջին տերությունը դարձավ Ամերիկան։ Իսկ մենք մնացինք նորից մեր մատը ծծելով։ Այո, այս իմաստով Ռուսաստանը մեզ պարտք է, սա հաստատ։ Ինչևէ, բարեկամաբար զրույցեր ունեցել եւ նա խիստ էր պատասխանել, որ դուք դավաճանել եք մեզ, դուք ուրեմն ուրացել եք մեր շատ արազներ եւ այլ մի խոսքով մեղադրանքներ բավականին խիստ տոնով ու հստակ հասկացրել էր, որ ուրեմն դուք պետք է ինքներդ այդ ցեխից դուրս գաք, այդ ճահճից, որի մեջ մտել եք ինքներդ, դուք եք Նիկլո բերել իշխանության, մենք չենք բերել, դուք էլ գնացեք փրկվեք։ Okay, բայց թե ես ինչ եմ ուզում ասել, հեռակակարգով նաև այդ պարոնին, ու ընդհանրապես բոլոր խելացի լսողներին, դրանք կլինեն Հայաստանում թե Ռուսաստանում։ Պարոնայք, ձեր մեղքը նույնպես կա այս ամբողջի մեջ։ Սա ռուսներին եմ ուղղակի ասում։ Ինչու՞, որովհետև դուք Սերժ Սարգսյանի ամբողջ կառավարման ժամանակահատվածում հովանավորել եւ սատարել եք նրան։ Մինչև անգամ այդ վերջին պահին, երբ այս բոզածինին արդեն սկուտերի վրա Սերժը մատուցում է իշխանությունը, դուք խոսում եք այն մասին, որ հնարավոր չի Սերժը ինչ-որ զիջի փողոցի ազդեցությանը։ Իդեպ այդ փողոցի ազդեցության վերաբերյալ, որ ասում եք, փողոցը նրան բերեց իշխանության։ Դուք նորից հակառակն եք մտածում, հայեր ջան։ Նրան փողոցը չի բերել իշխանության, ինքն է փողոցին բերել իշխանության։ Դրա համար այսօր ունեք փողոցային իշխանություն։ Այդ նախիրին, այդ թափոն մասային ինքն է բերել։ Եվ ում շնորհիվ, Սերժոյի շնորհիվ։ Իսկ ով էր Սերժոյի թիկունքում կանգնած, Ռուսաստանում։
Եվ ով է Սերժին բերել իշխանության? Ռոբերտ Քոչարյանը։ Մի քիչ երևի շատ չեք մունատ գալիս մեզ վրա։ Դուք ժամանակին այդ մասին տեղեկացվել եք։ Եվ որպեսզի խոսքս զուտ, դատարկ, օդի մեջ չհնչի, զուտ մերկապարանոց ճշմարտություն չլինի։ Ես արդեն ասել եմ, որ ամենասկզբում քննադատել եմ շատ սուր, նույնիսկ ամենավիրավորական խոսքերով ռուսների հասցեին, շատերը գիտեն այդ մասին, իմ ծայրահեղ սուր վերաբերմունքը նրանց նկատմամբ, հենց այս պատճառով։ Եվ որպեսզի փաստեմ իմ խոսքը, որ չասեն ինչ որ շատ ճարպիկ դիվանագիտական տրյուկներ է անում ես Տեր հայրը։ Ուրեմն 12 թվին 12 թվի ապրիլ ամսին ընդամենը նայեք 12 թվի ապրիլ ամսին գրություն, որ ես հղել եմ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանին, թե ով է Սերժան իրականում, մնաց անպատասխան։ 14 թվի մարտին դեսպանին, խնդրեմ, уважаемый господин посол, ես ուղարկեցի երկրորդ նամակը Ֆրանսիայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին, ասելով ով եմ ես, որ ինձ հալածված եմ, որ ինձ խլել են ամեն ինչ, որ ես ստիպված ուրեմն արտաքսվել եմ երկրից, վտարանդի եմ, բայց ձեր Սերժան ոչ միայն իմ հայրենիքի համար է թշնամի, այլև ձեզ համար։ Ակաս չդրեցին։ Սովորաբար, երբ դեսպանին, ասենք նմանատիպ նամակ է գալիս, նա պարտավոր է նման լուրջ գրության պատճառով, ուրեմն անտարբեր չմնալ եւ զեկուցել իր վերադասին։ Իրեք դեսպանները նշանակվում են արտաքին գործերի նախարարության կողմից, նախարարի համաձայնությամբ, նրա հրամանով։ Այդ ժամանակ արդեն պարոն Լավրովը 8-10 տարի համապատասխանաբար 12 թվին արդեն 8 տարվա նախարար էր, 14 թվին արդեն 10 տարվա նախարար էր, արտգործ նախարար։ Նա 4 թվից է նախարար, մինչև հիմա 22 տարի Ռուսաստանի արտգործ նախարարն է։ Պարոն Լավրովը տեղեկացված է այս մասին։ Եթե տեղեկացված չէ, միթե ես հիմա իրավունք չունեմ ասելու, որ այս դեսպանը բնականաբար Սերժոյին հիշեցրել է, որ ապերիկ քո մասին նման գրություն կա, ես ինչեր են խոսում քո մասին։ Ես ինչ իմանամ, որ նա Սերժից փողը չի առել, ու այսպես ասած այդ գործը չի կոծկել։ Պարոն արտգործնախարար Հարգարժան Սերգեյ Լավրով, դուք տեղյակ եք այդ մասին։ Դեռ դրանով էլ չբավարարեց Սերժոն, ես այս թերթը ձեզ ցույց եմ տվել։ 17 թվին է սա այս թերթը տպել, սա շաբաթը թերթ է, որը Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ուղղակի վերահսկողության տակ գտնվող թերթ է։ Այստեղ պատահական բաներ չեն տպում։ Նույնիսկ մյուս էջը ձեզ ցույց տամ, խնդրեմ, իմ պատկերը քահանայական զգեստով, դա Սուրբ Գևորգ եկեղեցում նկարված ուրեմն նկար է, որ ես ժամանակին տեղադրել եմ Facebook-ում 83 թե 84 թվի քահանայական զգեստով եւ հոդվածն էլ գրված։ Սրա դիմաց Սերժը ավելի ուրեմն կատաղի, այսպես ասած, արշավանք սկսեց իմ դեմ։ Տեսեք ինչ են տպել։ Ինձ դարձրել է աշխարհի 3 ծայրահեղականներից մեկը։ Եվ արդյունքում
Ես ճիշտ դուրս եկա, նորից եմ ասում։ Եվ իրենք սխալված։ Ռուսաստանի ղեկավարությունը։ Եթե հաշվի առնեին իմ այդ նամակները, որ հիմա ցես ցույց եմ տալիս, դա կոպիաներն են, կրկնօրինակները։ Այսօր այս վիճակը չէր լինի Հայաստանում։ Ես ինչու եմ զգուշացնում նրանց, որովհետև Սերժը հավասարապես դավաճանում էր եւ իմ հայրենիքին, եւ այս պարոն դեսպանի, ում որ հղել եմ նամակը, իր հայրենիքին, բայց բանի տեղ չդրվեց։ Հիմա սրա համարով է պատասխան տալու։ Այս են փաստերը։ Կրկնակի։ Այնպես որ Ռուսաստանը նույնպես ունի պարտավորություն։ Ես ժամանակին ամեն ինչի մասին զգուշացնում եմ, ամեն ինչի։ Այն ինչ որ ես կարող եմ խորաթափանց կերպով տեսնել քաղաքական հարցերում շեշտում եմ։ Ավասիկ խնդրեմ, այնպիսի մի կայսրություն, ինչպիսին որ Ռուսաստանն է, այդ ամբողջը չի կարողացել տեսնել։ Եվ դեռ անտեսել են իմ խոսքը, իմ նախազգուշացումները, որոնք ես արել եմ պաշտոնապես։ Թող այդ դեսպանին իմը մի հատ կանչեն, հարցաքննեն, այս ինչ է նշանակում։ Պատասխանի կանչեք դրան։ Այդ ո՞նց եղավ, որ Սերժի դեմ արշավանք սկսելու փոխարեն իմ դեմ են սկսում արշավանք ու իրենց թերթը Ռուսաստանում տպում է սա։ Ինձ որպես ներկայացնելով որպես աշխարհի 3 ծայրահեղականներից մեկը։ Այս մասին պարոն Լավրով դու տեղյակ ես։ Դու գիտես թե ինչ կեղծիք են սարքել։ Ոնց են փափուկ բարձ դրել ձեր գլխի տակ, ձեզ հիմարացրել։ Եվ այսօր կանգնեցրել են փաստի առաջ։ Եվ Ռուսաստանին, եւ իմ հայրենիք Հայաստանին։ Ինչևէ, կարծում եմ, որ կան համապատասխան ականջներ, աչքեր, որոնք տեսնում են այս վիդեոն եւ լսում են, նրանք ամեն ինչ տեսնում ու լսում են իմիջիայլոց, ասեմ ձեզ, համապատասխան եզրակացություն կանեն այսօրվա իմ ասածների հիման վրա։ Իսկ վերադառնալով հայ կանանց նորից, որպես իմ հարազատների, սիրելի հայ կանայք, սիրելի քույրեր, սիրելի դուստրեր, այդ իշուկին հայ տղամարդ կոչվածին շարժեք տեղից, ամոթը, աշխարհով մեկ խայտարակ ենք եղել։ Ես իմ կողմից պատրաստ եմ։ Ովքեր են դրանք, որ կարող են ինձ ընդունել օդանավակայանում, գիտեք, որ ես Հայաստանում հետախուզման մեջ եմ։ Օդանավից դուրս գալուց տրապը որ քիչնեմ տրապով, չեմ հասցնի ոտս դնեմ հայոց հողին, ինձ ոտու ձեռարած կգցեն իրանց մեքենան ու չեկիցները կտանեն KGB նորից։ Եթե պատրաստ են ինձ դիմավորել, ես գալիս եմ։ Երկու ձև կա ազատագրական պայքարի համար։ Իսկ այն որ մենք ազատագրական պայքար մղենք հիմա, ոչ թե բլա 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 բլա, ամբաղ զամբաղ հաչան, թեկուզ եւ ամենագեղեցիկ ճառերն ասեն պարլամենտում, կոպեկի արժեք չունեն դրանք։ Երկու ձև կա ազատագրական պայքարի։ Ժողովուրդն է զինված դուրս գալիս, կամ որոշակի մի խմբով զինված հեղաշրջում են անում։ Երկու դեպքում էլ ես ունեմ հստակ մշակված պլան, հաղթական պլան։ Ոչ ոք չի կարող գարանտ լինել, որ ասենք կարող է զոհեր լինեն, հնարավոր է։ Համենայն դեպս նրանցից ավելի շատ կլինեն, սա հաստատ։ Բայց այն, որ դրանք փայլուն պլաններ են, ես կասկած չունեմ։ Ես պատրաստ եմ վերցնել պատասխանատվությունը եւ մասնակցել։ Թող իրենք շարժվեն միայն իրենց տեղից։ Ինձ ասում են, դե մի բան արա ախր էլի, հա, արա, մենք հավատում ենք քեզ։ Ոնց անեմ։ Այդ միջոցները չունեմ։
Այդ ձեր օլիգարխները, որ գնացել վեր են ընկե պարլամենտ, գնացեք նրանց դիմեք այդ հարցով։ Այդ հնարավորությունները նրանց ձեռքին են։ Ես չեմ ուզում ինձ փող տան, ես ուզում եմ իմ ուզածները տան։ Այդ դեպքում հարցը կլուծենք ինչպես հարկն է։ Այդ նրանց դիմեք։ Գնացեք խեղդեք, ասեք հեն անողը կա։ Ինչի՞ չեք օգնում, արա։ Ինչ եք հաչում անջրդի տեղը, անօգուտ անիմաստ տեղը, ինչ եք հաչում ես կան։ Սատանի հետ դու ինչ խաղ ես խաղում։ Դու սատանի հետ նստել ես կարթ ես խաղում։ Հա, փոքեր ես խաղում։ Վերջում նա քեզ տկլորացնելու է։ Տկլորը անելու, դու քեզ էլ է կրելու նույնիսկ, որ ուզենա։ Դու կարաս նրա հետ խաղաս։ Այդ Նիկլոն չի, այդ Նիկլոյի կողքը նստած նորից եմ ասում։ Դա անգլիացիք ու ջհուդներն են։ Այդ միրավոյ կլասի քոքվածները։ Թուրքեր նույնպես, բա ոնց։ Թուրքերը դիվանագիտության գործում, մնացած հարցերում էլ մյուսները։ Փողը կա, խորհրդականները կան, ինչ չկա։ Օժանդակությունն ու ուրեմն սատարելը կա, ամեն ինչ կա։ Ինչ կա նրանց համար, որ նրանք չկարողանան կառավարել։ Մնում է մի բան, մի դեպք, դիկրակես, վերջ։ Եվ նրանք, դուք անգամ զարմացած կմնաք, թե ինչ շուտ փախան սրանք, ոնց։ Բայց սրանք, որ ես որ ասպա փիղը մուկ ծնեց, ես փիղ էին երևում, ես պարզում եմ մուկ էին սրանք ընդամենը, մենք տեղյակ չենք։ Այո, հենց այդ մուկն են։ Իրենք իրենց փիղ են երևակայում, որովհետև իրենց չտեսնող չկա իրենց գանգատուփին։ Սկամբա։ Շարժվեք իմ թանկագին հայ կանայք։ Եվ որպեսզի Աստված ձեզ ուժ ու կարողություն տա, իմաստություն տա, մենք հասել ենք վերջնագծին եւ այստեղ դուք պետք է ձեր ուրեմն ամենակարևոր ծանրակշիռ խոսքը ասեք, ուզեք թե ոչ։ Եթե չեք ուզում, որ թուրքերը մտնեն երկիր ձեզ էլ բռնաբարեն։ Նայեք տեսեք։ Մենք հասել ենք եզրագծին, էլ տեղ չկա սպասելու։ Կարծում եմ ես բավականին բան ասեցի այսօր։ Եվ դրսի հետ կապված, եւ մեր ներքին կյանքի հետ կապված, որպեսզի Աստված ձեզ օգնի, օրհնի, եւ Աստվածամորը, որ հիշատակեցինք, այս կիրակի էլ Աստվածամոր ուրեմն տոնն է մեզ մոտ, մեր առաքելական եկեղեցում, նրա սրբազան օրհնություններն ու նրա բարեխոսությունը մայրական լինի բոլորիս վրա, այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։